Ողջույն, արդեն տևական ժամանակ է X-Drive-ի հետ միասին սովորում ենք մեքենա վարել։ Մեկնաբանություններում կարող եք գրել ինչ կցանկանաք տեսնել, սովորեք միասին հաղորդման շրջանակներում։ Իսկ ես գնամ տեսնեմ այսօր ինչ խոչընդոտներ ենք հաղթահարելու միասին։ Ողջույն, Ողջույն Սյուզան ջան, ողջույն։ Ես լավ, դու ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր ոնց որ արդեն փողոցում ենք, հա, երթևեկելու։ Այո, ոչ թե փողոցում, Սյուզան, այլ մենք այսօր միասին պիտի երթևեկենք բնակավայրից դուրս։ Ահա։ Այս մի քանի հանդիպումը մենք միասին վարել ենք բնակավայրերում, հիշում ես։ Հիմա բնակավայրերից դուրս ենք վարելու միասին։ Այստեղ մի քանի շատ կարևոր իհարկե նրբություններ գոյություն ունեն, պիտի տիրապետենք այդ ամեն ինչին։ Նախ առաջինը, դու գիտես չէ՞ որ բնակավայրերից դուրս տրանսպորտամիջոցների արագությունը բարձր է։ Այո, գիտեմ։ Ու Պետքա զուր լինի։ իհարկե, ինչքան արագությունը բարձր, այնքան վտանգը ավելի շատ, ավելի մեծ։ Ես որոշեցի այսօր, որ բնակավայրերից դուրս մեքենա վարենք, ոչ թե արագ վարենք։ Մենք էլի դանդաղ կվարենք, աջ եզրային գոտիով մեր մեքենան կվարենք ու կփորձենք այսօր վերադասավորվել։ Շարքերի վերադասավորություն պիտի կատարենք աջից ձախ, ձախից աջ։ Հա, հասկացա։ Անընդհատ։ Այնքան պետք է կրկնենք, մինչև դու այդ հասկանաս ոնց է դա արվում։ Ոնց անենք, որ դա լինի անվտանգ։ Ու պիտի օգտվենք պարտադիր կողային հայելիներից։ Ինչպես նաև ազդանշանից, այո, ազդանշանից ենք օգտվում, նախորդ միացնում ենք ազդանշանը, հայելիներից օգտվելով հասկանում ենք հարևան գոտիով ընթացողների կան թե չկան, եթե կան զիջում ենք, եթե չկան կամ կան մեզ են զիջում, նոր վերադասավորում ենք հարևան գոտի։ Մեր այսօրվա գեր առաջադրանքը, մեր առջև տեղադրված խնդիրը պիտի լուծենք, խնդրի լուծումը հետևյալն է՝ շարքերի վերադասավորություն։ Ուրիշ ոչինչ այսօր չենք անելու, լավ։ Ազատ տարածություն, իհարկե մի քանի 100 մետրով, եթե ոչ կիլոմետրով տեսանելիությունը մեր դիմաց ապահովված կլինի։ Շարքերից պետքա ճիշտ տեղափոխվել, է։ Այո, միայն դա ենք այսօր անելի, շարքերի վերադասավորություն։ Ամրակապում ենք։ Ապրես։ Այնտեղ մեկնաբանության դաշտում։ Ես չեմ ամրակապում, որ քեզ այո, մեկնաբանության դաշտում գրել էին, թե ինչի սովորեցնողը չի ամրակապել, ես պատասխանեցի, որ եթե կարիք լինի, օգնելու։ Հումոր անել, ասիր կանոնները չգիտի։ Կանոնները չգիտի։ Լավ։ Հիմա Սյուզան ջան, գործ ենք դնում շարժիչը։ Այդ կնոպկայի միջոցով։ Շատ լավ։ Ոտքդ արգելակն ոտնակի վրա, առանց շտապելու։ Տեղից պիտի շարժվենք։ Տեղից շարժվելիս պետք է ազդանշանը միացնես, օգտվես հայլուց ու զգուշությամբ տեղից շարժվես։ Գնացինք։ Լավ է, չենք շտապում, շատ հանգիստ ենք անում այդ ամեն ինչը։ Դնում ենք drive։ Ապրես։ Հիմա եթե համոզված ես, որ մեքենա չկա, եկդ պտտի նախ ձախ, դիրքավորվի։ Ամբողջությամբ պտտեմ ձախ։ Այո, կարելի ամբողջությամբ։ Ու հենց տեսնում ես մեքենա չկա, տեղից արդեն շարժվում ես։ Գալիս է։ Կանգնում ենք, զիջում ենք, չենք շտապում, կանգնում։ Իրանցն էլ է ճանապարհը։ Ահա, այստեղից կանգնում։ Всё, շարժվեցինք։ Աջ, հետի աջ։ Всё։ Այսպես, վերջ, վերադասավորես քո գոտի ու շարունակի ուղիղ։ Մի փոքր մեքենան բերում ես աջ, ճանապարհի եզրի հոծգիծը տեսնում ես, դա ճանապարհի սահմանն է։ Պետք է չհատենք, չէ՞։ Նու հատել իրեն կարելի է։ Կարելի է։ Այս ճանապարհի եզրի հոծգիծը անում են նրա համար, որովհետեւ մենք ճանապարհի սահմանները տեսնենք, նկատենք եւ պատկերացնենք։ Մի փոքր արագությունը բարձրացնում ենք, որովհետեւ շատ ցածր արագությամբ ընթանալը խնդիր կառաջացնի մյուս դիմացի, մյուս վարորդների համար, այսինքն շատ ցածր արագությամբ որ ընթանանք, մենք խոչընդոտում ենք մյուս տրանսպորտամիջոցների վարորդներին, որը ճիշտ չի, ցանկալի չի։ Գթի քո գոտին ու մնա քո գոտում։ Դուրս չգաս քո գոտուց։ Իմ կարծիքով իմ գոտումը մաչ։ Շատ լավ։ Շատ քո առջև չնայես։ Հա, ուղղակի։ Հնարավորինս առաջ։ Որքան հեռու նայես, այնքան քո օգուտն է, լավ չշեղվի քո գոտուց։ Զգացողությունը մի քիչ լարված է։ Չես լարվում, հանգիստ, արագությունը շատ չենք բարձրացնում։ Ինչ շատ անսովոր էր, սենց
Փողոցում։ Այստեղ ըստ նշանի թույլատրելի առավելագույնը տեսնում ես ինչքան է Այո, գրված։ 80-ը, հա, բայց մենք արի փորձենք պահել ոչ ավել քան 60։ Ոնց որ բնակավայրերում։ Շատ լավ։ Հիմա տես ինչ եմ ասում, Սյուզան ջան։ Ձախ ազդանշանդ միացնում ես։ Ապրես։ Ոնը որ առաջ ես նայում, դիմաց ես նայում։ Հայլուց օգտվի, բայց երկար հայլուն չես նայում։ Լավ, շատ երկար հայլուն որ նայում ես, քո գոտուց դուրս ես։ Ինչ եմ ասում օգտվի հայլուց, տես հարևան գոտիով ընթացող կա, թե չկա։ Եթե չկա, կարող ես զգուշությամբ վերադասորվել հարևան գոտի։ Հիմա վերադասորվի հարևան գոտի, արագություն չես նվազեցնում։ Գազը բարձրացրու, ընթացքը արագացնում ենք, արագությունը պահում ես նույնը։ Հիմա փոխում ես աճ ազդանշանի, արագությունը բարձրացրու։ Վերադասորվին աճ գոտի։ Շարունակում ես ուղիղ։ Հիմա ստեղ մի հատ խնդիր մեզ մոտ առաջացավ։ Արագության նվազեցում։ Դու որ դիմացդ նայ, դիմաց, ուղիղ, շարունակի ուղիղ։ Դու որ ուզում ես այդ շարքի վերադասավորման արդեն process-ին անցնես, արագությունը բնազդաբար ավտոմատ նվազեցնում ես դիմաց։ Նայում։ Ահա։ Ուրեմն չես նվազեցնում։ Այսինքն ոտքդ Գալիս չեմ հանում։ Ոտնակին ինչ ուժգնությամբ որ սեղմել ես, թողնում ես նույնը։ Հասկացա։ Լավ։ Գնացինք։ Ճիշտ է, դու շարքի վերադասավորման process-ը կատարելու ես դանդաղ։ Հասկացա։ Բայց արագությունը չես նվազեցնելու։ Պատկերացրի։ Վերադասավորվում ձա։ Չէ, դեռ չէ։ Արի շարունակենք մի հատ ուղիղ։ Փորձի գոտու կենտրոնով։ Այսինքն քո գոտին է գոտու կենտրոնով։ Հիմա մի փոքր ստեղ ճանապարհը կորացում ունի, այսինքն տեսանելիության խնդիր ունենք։ Հիմա ստեղ մենք չենք վերադասավորվի։ Շատ լավ, դեռ շարունակում ենք ուղիղ։ Ամեն ղեկի հետ աշխատել ենք մենք այս ընթացքում սովորում։ Չես լարվելու կարիք չկա, ես քո կողքն եմ, ես քեզ կողքն եմ։ Ես ընդհանրապես չի պատկերացնում կարող լարվեմ, ոչ ինչի՞ ցան։ Մեքենաները շատ են ու արագ են վարում, դու տեղից մի փոքր կարող է լարվել ես։ Եթե տեսնում ես, նայ, հիմա ինչ տեղ ունեցավ։ Այդ մեքենան եկավ, անցավ քո դիմաց է, որ ասում են դիմացդ կտրեց, ու ինքան էլ նես չի որ կտրել է, բայց ինքը որ գալիս է քո առջև, քո առաջ, արդեն միջտարածությունը դիստանցիան քո ու նրա մեջ կրճատվում է, ճիշտ է։ Իսկ եթե կրճատվում է, մի փոքր արագություն նվազեցնում ես, որ դու ավելի խորը հեռու մնաս նրանից, միջտարածությունը պահես, փորձի քո գոտում մնալ։ Դուրս չեն գալիս մեր գոտուց ուղիղ։ Հայլիներին հիմա մի նայի, հայլիներից կօգտվես այն դեպքում, երբ որ արդեն շարքը փոխանցում։ Ապրես, դու հիմա քո դիմաց, քո առջև ես նայում, հենց փորձես արդեն վերադասավորվել։ Լավ, ասեն շարունակի, մի փոքր արագությունը բարձրացրու։ Մի նայի հայլու մեջ, ինչի ես նայում ձախ հայլում, կարաս ասես ինչի նայեցի։ Ուզում եմ շատ գալիս են մեքենաները թե ոչ։ Կարաս մի հայացք, բայց ոչ շատ երկար որ դու նայում ես, ճանապարհից շեղվում ես, լավ։ Մի փոքր արագությունը բարձրացնում ենք, որտեվ շատ ենք դանդաղում։ Աճ բերի մեքենան։ Շատ լավ։ Աճ բերի մեքենան։ Լավ։ Աճ։ Ինչ ես գնում ձախ։ Ինչ է բնազդաբար ավտոմատ աճ բեր։ Մտածում ես հոծկից ինչ որ չէ, հոծկցին դու հատելու բան չկա, տեղ դա խախտում չի անարվի, չես էլ հատելու, դու ուղակի մեջտեղի գտի մեջտեղով արի։ Թեզը շատ աճ։ Էլի բնազդաբար բերեցիր աճ, էլի մեքենան գնաց ձախ։ Բայց ինչի՞ է գնում ձախ։ Շարժում ես ղեկը, մի շարժի ղեկը։ Շատ հիշում ես, չէ՞, մենք միշտ ամեն դասին ասում ենք, ղեկը ինքը շատ զգայուն է։ Մի փոքր շարժես, արի հիմա ձախ ազդանշանը միացրու։ Այդ էս կողքդ կա տրանսպորտային միջոց, թե չկա։ Այն նկարահանը խուբն է։ Հա, հիմա գնում ենք ձախ։ Չես իջացնում արագությունը, բարձրացրու։ Ահա։ Հիմա վերև ես բարձրացնում, որ աճ ազդանշան ստացվի։ Ու փոխեմ աճ։ Ու տեղափոխում ես աճ, քիչ, զգուշությամբ։ Վերադասավորվեցիր աճ շարք, ազդանշանը տանջատում։ Ես քեզ կօգնեմ, պետք չի տենց խառնվել։ Հիմա մենք էլի այս գործողությունը հիմա նորից էլի կկատարենք մի քանի անգամ, ամենավերջում ինչ որ մի հատ կետ միտեղ կգտնենք, որտեղ կա հետադարձի տեղ, դիմացը նայենք։ Հա, մեր հետադարձը կկատարենք, հակառակ ուղղությամբ նույն գործողությունը նորից։ Հասկացա։ Շատ լավ։
Հենց տեսնես մեքենատ գնում է ձախ կամ աջ, բղեկը ուղղում ես, որ մնաս քո գոտու մեջ։ Հասկացա։ Այստեղ հետաքրքիր է հետիոտնի համար բան չկա։ Անցում Չկա, ինչ որ տեղ, դանդաղացրու։ չգիտեմ ինչ որ հատված։ Եթե լինում է, իհարկե ճանապարհի նշաններով պետքա կահավորեն այդ հետիոտնային անցումը։ Նախազգուշացնող նշանով կզգուշացնի, որ գոյություն ունի հետիոտնային անցում։ Անմիջապես հենց ինքը հետիոտնային անցումը արդեն կկահավորվի քառակուսի կապույտով տեսած կլինես։ Հետիոտնային անցման նշան, որ հասկանանք, որ դա է հետիոտնային անցումը, ու գետնի վրա էլ գծանշում ներկում են, որպեսզի տեսնենք, հասկանանք, իմանանք, որ սա է այդ հետիոտնային անցումը, այդտեղ հետիոտնին պարտավոր կլինենք իհարկե զիջելու ճանապարհը։ Շարունակում ենք ուղիղ, մի փոքր ընթացք արագացրու, ավելացրու, քո գոտիով։ Շատ լավ, դիմացը ես նայում, քո շարքից չես դուրս գալիս, շատ լավ։ Քիչ արդեն ոնց որ սովորեցի դիմացը նայում։ Մի քիչ նվազեցրու արագությունը, շատ ավելի բարձրացրինք։ Առաջ նայի կմնաս քո գոտու։ Եթե առաջ չես նայում, քո գոտու չեղվում ես։ Նո մեքենան էլ բնաստաբար աչքով ծաղկում։ Շատ լավ է Սյուզան ջան, սա էլ է պետք։ Բնակավայրից դուրս երթևեկելը պարտադիր է։ Որտեղ այնտեղ պետք է իմանաս նաև ոնց վարվես, միայն ոչ բնակավայրում, այլ նաև բնակավայրից դուրս։ Մի քիչ արագություն նվազեցնում ենք, մեր գոտում ենք մնում։ Շատ լավ։ Արևան վաղորդները քեզ կվազանցեն կամ կողանցեն, կողքով կանցնեն։ Դու իրանց չես նայում, դու քո ուղղությանն ես հետևում։ Այստեղ ոնց որ արդեն 3 շարք է, հա դարձել։ Չէ, 2 գոտի է, այն մեջտեղինը բաժանարար գոտին է, որով երթևեկելու իրավունք չունեք։ Տես այս ճանապարհի եզրի հոծգիծը հատել կարելի է։ Օրինակ դուրս ես գալիս կողնակ կանգար կանում կատարել նպատակով, բայց մեջտեղի բաժանարար հոծգիծը չի կարելի հատել ոչ մի դեպքում։ Հասկացա։ Լավ, այնտեղ հանդիպակաց ուղղությամբ հոսքերը իրարից առանձնացված են այս եղանակով։ Հա, հասկացա, արդեն այն երկուսը բանն է, հանդիպակացն է, այս երկուսն էլ դեպի ուղիղ։ Ճիշտ է։ Ու 2 գոտի մեր ուղղությամբ գոյություն ունի, 2 գոտի հարևան հանդիպակաց ուղղությամբ։ Շարունակում ենք, ընթացքը շատ դանդաղացրիր, ինչի։ Մի փոքր բարձրացրու, փորձի պահել նույն արագությունը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ենթադրենք, եթե 50 կմ/ժ արագությամբ է, հենց 50 էլ թողում են։ Հիմա արի ձախ շարք վերադասավորվենք։ Մեքենա չկա, չէ՞։ Չէ։ Всё, զգուշությամբ արագություն չես նվազեցնում։ Հիմա ապրես, տես դու անջատեցիր։ Հիմա փոխի աչի մատերի օգնությամբ, միացրու աչ ազդանշանը, հայլից օգտվի։ Всё, վերադասավորում ենք աչ եզրային գոտի։ Վերադասավորվի, համոզվի, որ ամեն ինչ անվտանգ է, նորմալ է, նոր փորձի անջատում։ Անջատում է։ Անջատում Մի քանի անգամ ես անում, ինքը չի հասցնում։ Անջատվել է հիմա։ Всё, շարունակում ենք։ Հեսա հենց հոսքը մի փոքր մեքենաների դադարի, նորից կփորձենք մի հատ էլ այդ գործողությունը կատարել։ Բայց բավականին մեծ է հոսքը։ Շատ, ավելի քիչ էի պատկերացնում։ Ճիշտն ասած։ Այս ժամին, բայց հոսքը շատ է մեքենաների։ Հիմա նորից ձախ ազդանշան։ Մեքենա չկա։ Ահա, վերադասավորում ես ձախ գոտի։ Վերադասավորի, հիմա անջատել։ Հիմա աչը միացրու։ Չկա դրանց մոտեմից։ Զգուշությամբ, դանդաղ։ Պրոցեսը դանդաղ, բայց արագությունը նույնն ենք թողում։ Լավ։ Всё։ Շարունակում ենք մեր գոտիով։ Իմացի մի բան էլ, բնակավայրերից դուրս պետք է երթևեկես միայն աչ եզրային գոտիով։ Հա։ Ձախ եզրային գոտիով չի կարելի երթևեկել։ Կարելի կլինի մի դեպքում, եթե աչ եզրային գոտին կլինի զբաղված։
ասենք մեքենաներ են, հա, նոր կարելի է հարևան։ Այսինքն հիմա եթե ես ձախով երթվեմ, չի կարելի։ Ոչ, որտեվ աջ եզրային գոտին ազատ է։ Պատկերացրի, եթե ազատ չլինի, նոր իրավունք ունենաս։ Բայց կա ձախով, այնպես չի որ չկա։ Դե ձախով քեզանից անցնողները, առաջ անցնողները, դու օրինակ զբաղացրել ես աջ եզրային գոտին, նոր իրանք հարևան գոտիով են երթևեկում։ Դրա իրավունք ունեն։ Բայց եթե քեզանից իրենք առաջ անցնեն ու աջ եզրային գոտին այլևս զբաղված չլինի, պարտավոր են վերադասավորվելու։ Եթե չվերադասավորվեցին, այդ խախտում։ Դա համարվում է խախտում, այո։ Իհարկե այս կանոնները գործում են բնակավայրերից դուրս։ Ու բնակավայրում նախընտրած գոտիով կարելի է երթևեկել։ Մոտքերս թմրելանք։ Ինչի՞։ Չգիտեմ։ Կանգնենք մի պահ։ Չէ։ Լավ, հեսա ինչ որ միտեղից մենք կկատարենք հետադարձ ու հետ կդառնանք։ Հիմա նա ինչ ենք անում։ Ձախ ազդանշանը միացնում ենք, ձախը։ Եթե մեքենաներ չկան, մուտք են գործելու ձախ գոտի, որպեսզի ինչ որ մի կետից կատարենք հետադարձ, բայց տեղից չէ։ Մի քիչ առաջանանք, տեսնենք կան դեռ հետադարձի տեղ։ Հիմա կա կողքդ մեքենա, թե չկա։ Վերադասավորվում է զգուշությամբ ձախ եզրային գոտի։ Շատ լավ։ Չես անջատում ազդանշանը, դեպպես մնում է։ Ես հեռվից տեսնում եմ հետադարձի տեղ նշանը։ Առաջանում ենք ընդեղից, որպեսզի կատարենք հետադարձ, առաջացիր։ Չես շեղվում եք, օգուտ, տեսար նշանը։ Հա։ Всё, առաջանում ենք։ Ընթացքը հիմա քիչ-քիչ մոտենում ես իրան։ Դանդաղացնում ենք։ Այստեղ պետք է զիջենք, չէ՞։ Անպայման դիմացից մոտեցողներին մոտ քեզ գործում արգելես։ Այս հատված։ Կանգնում ենք։ Ամբողջությամբ պատտեմ ձախ, չէ։ Այո։ Բոլորին զիջելուց հետո այս մեքենան մի փոքր արագ աղարես։ Իրանից հետո պատրաստվի, որ շարժվենք։ Շարժվեցինք։ Ուղղում ես ղեկդ, ուղղում ես, всё գնացինք։ Աջ։ Հա, որը որ կստացվի։ Գնացինք։ Շատ լավ։ Արի մի հատ ճանապարհի աջ կողմում կողմնակի վրա կանգար կատարենք։ Լավ։ Հենց այս նշանի մոտ։ Աջ ազդանշանը միացնում ես։ Աջ ազդանշանը միացնում ես։ Ասում եմ զանգենք պապայից ասենք մենք ռազմարոտ արեցինք։ Հա։ Հա, ճիշտ է։ Իրանք ուր են ասել։ Հեսա կտեսնենք։ Մենք ռազմարոտ ենք արել։ Մենք ռազմարոտ ենք արել։ Գոպրոները չեն անջատվել, չէ՞։ Գոպրոները չէ։ Ապարատներ վերցրեք։ Մենք ռազմարոտ ենք արել մի տեղից։ Շարժվենք մենք։ Давайте դե, հա։ Ասма դուք շարժվեք։ Շարժվենք։ Հիմա ոնց որ ծափ եմ տալիս, դե սկսենք։ Ծափ։ Ահա։ Սյուզան ջան, մենք ջամփեզրին կանգնեցինք։ Տես, մի կարևոր մի բան էլ, բնակավայրերից դուրս, եթե ուզում ես կանգառ կանում կատարես, պետքա այս հոցգիծը որ կա ջամփեզրի, պետքա իրանից են կողմ ասես, սա սահման, այսինքն պետքա դուրս գալ կողմնակ։ Դուրս գալ, որ ճանապարհին երթվեք չեն չխանգարեն։ Ճիշտ է, որտեղ բնակավայրի դուրս որ արագությունը բարձր է, վտանգ կա, ճանապարհի մեջ կանգառ կանում կատարել չի կարելի, պետքա կատարել այն կողմնակի վրա։ Իսկ կողմնակը հոցգծից այն կողմն է։ Պատկերացու դա սահման։ Հիմա մենք դուրս ենք եկել կողմնակ կանգառ ենք կատարել։ Հիմա փորձում ենք նորից կանգնած դիրքից շարժումը սկսել, նոր շարժումը սկսել։ Ոնց ենք ապրես, ձախ ազդանշանը միացնում ենք։ Շատ ճիշտ է։ Համոզվում ենք, որ հոսքը տրանսպորտամիջոցների մեզ թույլ է տալիս դա կատարել։ Դեռ չէ։ Դեռ չէ, ուրեմն դեռ սպասում ենք այնքան ժամանակ, մինչև մենք դրա հնարավորությունը կունենանք։ Ու քիչ-քիչ կարելի է շարժվել, եթե տեսնում ես արդեն շարժվեցիք։ Հա։ Հենց այս գոտին ես մոտ գործելու, փոքր աչ ես սպանում։ Աչ։ Հա, բա իհարկե, էս է մեր գոտին, չենք դուրս գալիս։ Всё, շարժվեցինք։ Շատ լավ։ Մնում ես քո գոտում։ Հիմա դու կասես ինձ հենց տեսնես քո հարևան գոտին, քո կողքի ձախ եզրային գոտին ազատ է, փորձենք շարքի վերադասավորություն կատարել, լավ։ Ահա։ Ես ասեմ, երբանենք։ Լավ։ Կարանք հիմա։ Դավայ, միացնում ես։
զիջում ես, եթե կան։ Չէ, կա, կողքը մեքենա կա։ Այ հիմա այս կետից կարող ես անել, այս ծոցկիցը չենք հատում, այստեղից արդեն վերադասավորեցինք։ Ուղղում ես ղեկը։ Անջատիր։ Լավ։ Հիմա աչն ենք միացնում։ Աչ հայլին ենք նայում, արագություն չենք նվազեցնում, զգուշությամբ վերադասում ենք հարևան գոտի։ Տեսա՞ր որ ստացվեց։ Հա։ Ապրես։ Մի հպումով անջատում ես։ Հիմա շարունակում ենք նորից ուղիղ։ Մյուս դասին էլ ենք այսօր կրկնելու։ Միշտ ենք անելու, միշտ ամեն դասի էլ այս երևույթը պետքա մենք այս գործողությունը, այս մանևրը պետքա անենք։ Սա համարվում է մանևր։ Շարքերի վերադասավորություն ինքը համարվում է մանևր։ Մանևրը դա շարժման ուղղությունը փոխելն է։ Եթե մենք մեր գոտուց դուրս ենք գալիս տեղափոխում ենք հարևան գոտի, մենք համարվում է որ կատարում ենք մանևր։ Իսկ մանևրողը բոլորին պիտի զիջի ճանապարհը, ուշադիր լինի։ Ամեն անգամ այս երևույթին հանդիպելու ես ցանկանաց թե ոչ, եթե մեքենա ես վարում ու շարքերի վերադասավորություն կատարելու ես, ու իմացիր, որ վերադասավորվողը հենց ինքը զիջողն է։ Լավ, չվերադասավորվողը ինքը իր գոտիով ընթանում է, նա ունի առավելություն։ Շատ չենք մեքենան տեղաշարժում ձախ-աջ։ Արի հիմա մի հատ նորից փորձենք անել։ Ձախ ազդանշան։ Այո։ Հիմա կարող ես զգուշությամբ վերադասավորվել ձախ գոտի, զգուշությամբ։ Արագությունը բարձրացնում ենք, չենք իջացնում, անջատում ենք, օգտվում ենք հարևան հայրուց, միացնում ենք աչը ու տեղափոխում ենք զգուշությամբ աչ։ Զգուշությամբ, արագ պետք չի, պրոցեսը արագ չէ, արագությունը չես նվազեցնում, բայց պրոցեսը դանդաղ։ Շարժվեցինք։ Ուղիղ։ Բայց քիչ-քիչ ստացվում է, չէ՞։ Հա, ստացվում է։ Այնպես չի։ Փորձի մնաս քո գոտում։ Ամենակարևոր բանը դա է։ Երևանից դուրս ենք եկել։ Երևանից դուրս ենք։ Հիմա ձախ ազդանշանով կողքդ ես տեսնում եմ կա մեքենա։ Իրան բաց ես թողում։ Շեշևում փողոցից, ահա, շատ լավ, վերադասավորում ես ձախ եզր։ Ապրես, հիմա անջատում ես, աչ ես միացնում, վերադասավորում ենք աչ եզրային գոտի։ Ու ինչ-որ մի տեղ վերադասավորից հետո աչ եզրը արի կանգ առնենք, լավ։ Դուրս են գալիս կողնակ, ինչ-որ մի հարմար տեղ ու կանգնում ենք։ Կանգ ենք առնում, այստեղ մի փոքր էլ բեր մեքենայից ճանապարհից դուրս, այո, լրիվ կողնակ որ դուրս կանք, ուղիղը, մի քիչ էլ առաջացի, որ լրիվ մեքենայի դիրքը ուղղվի։ Всё, կանգ առանք այստեղ։ Հիմա ոնց ենք անում, նիտրալ։ Նիտրալ։ Հետո Նիտրալը դրեցի, շատ լավ, որից ապրես։ Համոզվեցիր, որ մեքենան անշարժ վիճակում արդեն։ Հիմա նորից արգելակման ոտնակը սեղմում ես պարկինգ։ Այսօր այսքանը ստացվեց, Սյուզան ջան։ Վատ չէր, իհարկե թերացումներ կային։ Ղեկի հետ կապված։ Ղեկի հետ կապված չէ, քո հետ կապված, դու վախեցել էիր այսօր։ Բայց ինչի՞ էր վախենում այդքան։ Լավ, այդ վախը հաղթահարելի է իհարկե, որտեղ մենք առաջի դասը չի որ միասին վարում ենք։ Ուղղակի առաջի դասն է, որ մենք բնակավայրից դուրս ենք վարում, որտեղ արագությունը բարձր էր։ Ես զգում էի, դու հայլով տեսնում ես իրենց քեզ հետ մեքենա մոտենում, այդ մեքենան շատ արագ էր մոտենում, դու էլ չէիր կարողանում կողմնորոշվել ինչ անել, չէ՞։ Հնարավոր է։ Բայց սա էլ է պետք է հասկանաս, որ այո, մեքենաների արագությունը բարձր է, վտանգը ավելի մեծ, պետք է կողմնորոշվել, իրավիճակը, սիտուացիան լսած կլինես ճիշտ գնահատել ու քայլերը ձեռնարկել այնպես, որպեսզի ամեն ինչ լինի անվտանգ։ Ամենակարևոր շեշտը մենք դրել ենք անվտանգության վրա։ Լավ, մենք հաջորդ դասին էլի նորից միասին կվարենք
բնակավայրերից դուրս, հնարավոր է մոտ գործենք նորից բնակավայրեր, նորից կատարենք ճամփեզրին կանգ առ, նորից տեղից շարժվենք, նորից կատարենք հետադարձ, հետընթաց, շարքերի վերադասություն, այս ամեն ինչը միասին էլի փորձելու ենք անել։ Արդեն ամեն ինչ օգտակար, իրոք ինֆորմատիվ, դե իհարկե թող իրենք էլ իմանան ոնց կարևոր են էլի, որ պետք է իմանան։ Շատ լավ, շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Կհանդիպենք մյուս դասին։ Ամեցիր, պակա Սյուզան ջան։ Դե ինչ, կարծում եմ բավականին օգտակար եւ ինֆորմատիվ էր այսօրվա հաղորդումը։ Իսկ դուք չմոռանաք հետեւել մեր YouTube-յան էջին մեր հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։